Շարունակում է առավոտ լուսոն, բարձր տրամադրությամբ ու այս պահին գիտեք մի շատ հետաքրքիր նախագծի մասին ենք խոսելու, որը բավականին հետաքրքիր ու հաճելի, այսպես անակնկալներ ունի, խոսքը կողբ հիմնադրամի Կոստանց Զարյան 140 նախագծի մասին է, որովհետև այդ շրջանակում բավականին հետաքրքիր նորություններ կա, բայց մենք չենք պատմելու դա, մենք չենք ասելու դա, մենք ունենք հրաշալի հնարավորություն խոսել շատ կարևոր մարդկանց հետ եւ նրանց շնորհիվ ավելի մանրամասն ծանոթանալ այս նախագծի շրջանակներում պատրաստվող եւ սպասվող անակնկալների նորություններին։ Այո, իսկ մեր հյուրերը արդեն մեր տաղավարում են։ Շատ մեծ է։ Մեր տաղավարում են կողբ հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը եւ կողբ հիմնադրամի մշակութային նախագծերի պատասխանատու Սոնա Վերդյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ասեմ, բայց արդեն ինձ թվում է նկատել էր, որ շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Դե ինչ, 2025 թվականին ամենայն դեպս մեկնարկը 140-ամյակի հետ կապված եւ կարծես թե արդեն ամփոփում ենք։ Կամ կարող ենք սկսել ամփոփելուց, կամ կարող ենք սկսել սկզբից ու գանք դեպի ավարտ։ Ոնց ձեզ հարմար է, համեցեք։ Ես կարծում եմ, որ սկզբից սկսենք ու ավելի ճիշտ կլինի, որ Մարիան ներկայացնի։ Իրականում նախորդ տարի մեկնարկեցինք նախագիծը հենց Կոստանց Զարյանի 140-ամյակի օրը փետրվարի 8-ին, իդեպ օրն էր խորհրդանշական, որովհետև երկար տարիներ այլ օր էր նշվել մեծ գրողի ծննդյան օրը եւ հենց այդ օրը նշելով նաեւ սկիզբ դրեցինք ճիշտ օրը նշելու նրա ծննդյան օրը։ Ինչով էր դա պայմանավորված։ Իրականում ցավոք, քանի որ երկար տարիներ գրողին անդրադարձ չէր եղել եւ նաեւ աղբյուրների ուսումնասիրությունն էլ է շատ քիչ եւ նաեւ ժառանգների հետ կապը կարելի ասել մի փոքր կտրված էր եւ այնքան էլ ակտիվ չէր, որոշ բաներ չէին լուսաբանվել կամ լուսաբանվել էին քիչ առանձին նեղ մասնագետների կողմից եւ այսպես համընդհանուր կերպով սխալ էր ուղղությունը գնում, նաեւ օրինակ Վիկիպեդիա եւ նմանատիպ աղբյուրներում նույնպես անգամ տվյալները սխալ էին, հա, եւ առաջինը սկսեցինք Վիկիպեդիան թարմացնելուց ամբողջովին եւ այդ նախագծի օրը առաջին հենց մեկնարկի օրը հրավիրել էինք բոլորին, ովքեր կամ ճանաչել են գրողին, կամ ժառանգներն են, կամ ուսումնասիրողներն են եւ շատ են կարեւորում նրա գրական ժառանգության հանրահրճակումը եւ բավականին հուզումնալից եւ շատ զգացմունքային միջոցառում ստացվեց, որն էլ սկիզբ դրեց տարվա ընթացքում այլ մնացած միջոցառումների։ Նախաձեռնեցինք նաեւ տարբեր ցուցադրություններ, օրինակ Երևանի մետրոպոլիտենում, տարբեր դպրոցներում, նաև երաժշտական հավելումներ եղան, քանի որ մայստրո Տիգրան Մանսուրյանի կողմից գրված ասացվածները, որոնք Կոստանց Զարյանի հենց ասացվածների հիման վրա էին, դրանք կատարվեցին Հովեր երգչախմբի կողմից եւ բավականին տարբեր այսպես մշակութային առումներով շատ գեղեցիկ միջոցառումների շարք ստացվեց, իսկ այժմ արդեն եկել ենք եզրափակելու 140-ամյակը եւ մեկնարկելու 141-ամյակը ցուցահանդեսով է մեկնարկը տրվելու հենց գրողի ծննդյան օրը տեղի ունենալու Իգիթյան կենտրոնում, Աբովյան փողոցում, որտեղ որ ապրել է գրողը, եւ նպատակն է այս ցուցահանդեսի այն բոլոր ցուցանմուշները, բոլոր իրերը, որոնք որ կարելի է ուսումնասիրել, կարելի է ցուցադրել եւ դրանով հանրայնացնել եւ նաեւ բաց է ցուցահանդեսը բոլորի համար իդեպ փորձենք ցույց տալ եւ այդ օրը նույնպես կլինի երաժշտական հավելում Հովեր երգչախմբի կողմից, կլինի նաեւ Կոստանց Զարյանի քանդակի ցուցադրությունը, որը որ նույնպես շատ ուրախ ենք, որ նմանատիպ նախաձեռնությունը հաջողվեց կյանքի կոչել։ Եվ նաև հնարավորություն կունենան մոտ 15 օր տեսնել քանդակը, ուսումնասիրել, տեսնել ինչպես է նայվում Աբովյան փողոցում։ Եվ կարծում եմ ոչ միայն, նաև օրը չնշեցինք, կարծես թե փետրվարի 8-ից։ Փետրվարի 8-ից 16-ը ներառյալ։ Ծննդյան օրվանից մինչև օգոստոսի 16-ը ներառյալ։ Բայց ցուցահանդեսին այլ նորություններ նույնպես ունենք, Սոնա, կարծես թե։ Ցուցահանդեսը այնքանով է տարբերվում, որ գրողին ներկայացնում ենք ոչ միայն որպես գրող, այլ տալիս ենք հնարավորություն նաև ճանաչելու նրա արվեստին մոտ լինելու արտահայտումները, որովհետև նա ոչ միայն արվեստը գնահատել է, վերլուծել է, որպես արվեստաբան ներկայացրել է աշխատանքներ, կապ ունենալով Պիկասոյի հետ, Շագալի հետ, կապ ունենալով լավագույն իր ժամանակի նկարիչների եւ ոչ միայն նկարիչների հետ, այլ նաև փորձեր է արել նկարչության եւ ունենք իր գրաֆիկական գծանկար աշխատանքները, որոնք առաջին անգամ ներկայացվելու են հանրությանը։ Բացի դա նաև իր երկրորդ կնոջ հետ, որը նկարչուհի էր, երևի թե հենց դա
էլ գրավել է շատ Կոստանդզարյանին Ֆրանսիս Բրուքսի մեջ, համատեղ աշխատանք են ունեցել Աստղերը եւ Լուսինը, որտեղ Կոստանդզարյանի պոեզիայի հիման վրա նկարել է Ֆրանսիս Բրուքսը։ Այս աշխատանքները նույնպես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։ Բացի դա նաև կներկայացնենք լուսանկարներ, որոնք քիչ թե շատ կտան հնարավորություն ծանոթանալու Կոստանդզարյանի կենսագրությանը, հասկանալու թե ինչպիսի մարդկանց հետ է համագործակցել, օրինակ ներկայացնելու են Կոտորինո Ռեսպիգիի հետ իր ընկերությունը, իսկ Կոտորինո Ռեսպիգին իր ժամանակի լավագույն կոմպոզիտորներից մեկն էր, ով դիմելով Կոստանդզարյանին խնդրել է թույլտվություն իր պոեզիայի հիման վրա գրել մեծ օրատորիայի եւ ցավալի է, բայց կարծում ենք, որ առաջիկայում համենայն դեպս կունենանք հնարավորություն նաև մեր տարածաշրջանում դա լսելու, որովհետև երբևէ չի կատարվել, չնայած որ այդպիսի մեծ ստեղծագործություն է, որը հիմնված է հայ պոեզիայի հիման վրա։ Բացի դա նաև առաջին անգամ ներկայացնում ենք քանդակը։ Ունենք քաղաքային քանդակ, որի հեղինակն է Մկրտիչ Մազմանյանը, որը հատուկ այս նախագծի շրջանակներում ենք ձեռնարկել եւ առայժմ հանրային ներկայացման սա միակ հնարավորությունն է, քանի որ դեռևս չունենք հաստատում այն տարածքի, որը որ նախընտրելի է։ Այո, նորություն վերջնական արդյունքի։ Դեռ վերջնական չունենք, բայց հուսանք, որ աստիճանաբար մոտենում ենք վերջնականին։ Ամեն դեպքում կարծում եմ այն, որ քանդակը արդեն քաղաքում է եւ իդեպ արդեն տեղադրված է Իգիթյան կենտրոնի անմիջապես առջևամասում, արդեն ընկերություն է անում, այսպես ասած, քաղաքի հետ, փորձում է ինտեգրվել միջավայրին եւ եթե ամեն ինչ լավ լինի, կարծում ենք, որ նաեւ կշարունակի իր այդ գործընթացը եւ կմնա քաղաքի ամենագեղեցիկ եւ հարազատ քանդակներից եւ վայրերից մեկը, որովհետեւ կարծում եմ, որ Կոստանդզարյանը ի վերջո արժանի է հաստատվելու իր հայրենիքում, որի հանդեպ ինքը ունեցել է մեծ վերաբերմունք եւ ունենալով հնարավորություն աշխարհի լավագույն երկրներում, լավագույն միջավայրերում իր տեղը, ձիրքը արմատացնելու եւ զարգացնելու նա ամեն դեպքում պարբերաբար նախընտրել է Հայաստանը եւ ստացել է այստեղից միայն մերժում։ Սա հնարավորություն է այդ բացը լրացնելու։ Կան անտիպ ստեղծագործություններ, որոնք հրատարակվել են առաջին անգամ նախագծի շրջանակներում հանրահռչակմանը նպաստելու համար Զարյանի։ Իրականում նախագծի շրջանակներում նաև այդ անտիպ ուսումնասիրություններն ենք փորձել վերհանել։ Իհարկե դեռևս ամբողջովին բոլորին անդրադարձ կատարված չէ, քանի որ մեծ մասը նաև գտնվում են Մատենադարանում եւ այսպես ձեռագիր աշխատանքներ են եւ այնքան ահռելի է այդ ժառանգությունը, որ ամբողջությամբ դրան անդրադառնալ դեռևս չի ստացվել, բայց օրինակ վենետիկյան նորավեպը, որի թարգմանությունը իրականացրել է Կոստանդզարյանի թոռը Արազարյանը, շուտով նախապատրաստվում է հրատարակության, նաև որոշ գրքեր վերահրատարակվել են Printivo հրատարակչության հետ համատեղ եւ փորձում ենք հերթով բոլոր չարված անելիքները իրականացնել եւ այդպիսով նպաստել, որպեսզի այդքան կարեւոր, այդքան մեր ինքնության համար էական ժառանգությունը եւ գիտելիքը եւ մոտեցումները դառնան արդիական։ Հուսով ենք, որ այս տարի նաև գրահրատարակչության հետ կապված ավելի մեծ նորություններ կունենանք։ Հրաշալի է, բայց օրինակ անկեղծ ինձ համար էլ էր մեծ բացահայտում նրա սերը դեպի նկարչության ուղղությամբ ու կնոջ հետ այդ համատեղ համ պոեզիայի հետ կապված, որ ինքը պոեզիաներ գրում, իսկ ինը նկարում շատ են նկարները, նմուշները, քանի նմուշների մասին է խոսքը գնում։ Քիչ չեն, բավականին նմուշներ ներկայացվելու են, կան որոնք դեռևս հասանելի չեն մեզ, ժառանգների մոտ են եւ տեղափոխության մի շարք խնդիրներ կան, որոնք չեն տալիս այդ հնարավորությունը ավելի արագ կազմակերպելու, բայց կարծում ենք, որ տարվա ընթացքում կունենանք հնարավորություն ավելի մեծամասշտաբ ներկայացնելու իր նկարչական շնորհը եւ բոլոր աշխատանքները ներկայացնելու հանրությանը, բայց շատ հետաքրքիր աշխատանքներ են, որոնք շատերը հենց կապ ունեն իր պոեզիայի հետ, տեսնում ես, որ ընթացքում աշխատելիս էսքիզներ է արել իր համար, իր էմոցիաները արտահայտել է նաեւ նկարչության միջոցով, իսկ կան, որոնք որ հենց հատուկ նստած աշխատել են։ Ունի նաև ինքնանկար, որը դարձյալ ներկայացնելու ենք անպայման ցուցադրության ժամանակ, այնպես որ համեցեք։ Շատ հետաքրքիր ու խորհրդանշական է, որ ցուցահանդեսը կրում է Արարատյան մարդը խորագիրը, բացի համանուն ստեղծագործությունից արդյոք որևէ սիմվոլիզմ ունի դա, սիմվոլիզմ է կրում ինքնության գիտակցման տեսանկյունից ու ինչ գաղափարախոսություն ունի։
Իրական Արարատյան մարդը Կոստան Զարյանի երևի թե խորքային ու առանցքային կոնցեպցիաներից մեկն է իր ստեղծագործությունների միջով անցնում է հերթով այդ գաղափարը եւ նա կարծում էր, որ կան տարբեր քաղաքակրթություններ, ասենք, կամ տարբեր տեսակի մարդիկ, օրինակ Միչեգրածովյան մարդը, օրինակ Տիբետյան մարդը, ու այդ բոլորի մեջ նա առանձնացնում էր Արարատյան մարդուն որպես հազարամյա հենց այս հողակտորի մեջ, հենց այդ տիպի մշակութային ժառանգություն ստեղծած կարևոր անհատականություն ունեցող էթնիկ կամ նաև ազգային խումբ ու նաև փորձում էր առանձնացնել, փորձում էր իր բոլոր ստեղծագործությունների մեջ ցույց տալ, թե ինչքան առանձնահատուկ եւ ինչքան ոգեղեն է եղել այդ սկիզբը, այդ մարդկանց միության ուժը, որը որ թույլ է տվել այսպես հազարամյակներ շարունակ տանել այդ մշակութային ժառանգությունը ու ցավով էր նկատում, որ երբեմն նաև հենց իր ապրած ժամանակներում այդ ուժը ու այդ միասնությունը այնպես չէր դրսևորվում, որ լիներ փրկող, ինչպես որ եղել էր դարեր կամ հազարամյակներ շարունակ եւ փորձում էր այդ առանձնահատկությունները ցույց տալ եւ ինքն էլ փորձում էր այդ բուն էությունը իր ստեղծագործություններում բացահայտել Եվ քանի որ պետք է ընտրեինք վերնագիրը, ինչպես ցուցահանդեսի, այնպես էլ նաև ֆիլմաշարի, որի մասին չհասցրեցինք խոսել, բայց դա նույնպես կա, գտանք, որ հենց ամենաարժեքավոր եւ ամենակարևոր դիտարկումը եւ շեշտադրումը հենց Արարատյան մարդն է եւ կուզենայինք, որ մեզանում Արարատյան մարդիկ շատանային եւ այդ ոգեղեն ինքնության հետևորդը դառնային եւ քանի որ խոսքումս նշեցի, մի փոքր էլ կանդրադառնամ հենց նույնանուն ֆիլմաշարին 10 մասից բաղկացած նաև ֆիլմաշար ստեղծվեց այս նախագծի շրջանակում, որտեղ փորձեցինք եւ անիմացիոն նյութերի եւ արդեն ժամանակակիցների եւ գրականագետների մատուցմամբ ուսումնասիրել ինչպես կենսագրական կարևոր դրվագները, այնպես էլ գեղարվեստական ստեղծագործությունների մասով, մասնավորապես կյանքի գրեթե բոլոր այդ կարևոր հատվածներից սկսած մանկությունից մինչև իտալական ու ֆրանսիական հասարակությունների կենտրոնական շրջանում լինելու, նրանց հետ համագործակցելու իտալերենով, ֆրանսերենով եւ այլ լեզուներով ստեղծագործելու ժամանակաշրջանին, մինչև դեպի Մխիթարյան միաբանություն գնալը, այնտեղ հայերենը կատարելագործելը եւ հենց հայերենով ստեղծագործելու մեկնարկը, նաեւ առանձին հաղորդումներ ֆիլմաշարի նվիրված են ամեն ստեղծագործության վերլուծությանը, օրինակ նավը լեռան վրայի անցորդը եւ իր ճամփան, բանկուփը եւ մամուտի ոսկորները, քանի որ դրանք ամենամեծ վեպերն են, նաեւ հեռուստադիտողը կարող է ամբողջությամբ հասկանալ, թե վեպը ինչին է միտված եւ դրանից հետո վստահ ենք, որ շատ մեծ հետաքրքրություն կառաջանա անձամբ վեպը ուսումնասիրել եւ նաեւ նշեմ, որ երկու ֆիլմաշարի հատված արդեն իսկ տեղադրված է սոցհարթակներում եւ շուտով արդեն բոլորը նույնպես կտեղադրվեն։ Հրաշալի, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ ամսի 8-ից մինչև ամսի 16-ը ունենք հնարավորություն, որպեսզի բաց չթողնենք այս հնարավորությունը տեսնելու, բացահայտելու յուրովի այլ անկյուններից նույնիսկ, բայց քանի որ մի քանի րոպե ունենք ժամանակ, նաեւ խոսենք այս տարվա առհասարակ կողմ հիմնադրամի կողմից սպասվելիք ինչ-որ նախաձեռնությունների մասին, ես վստահ եմ, որ դրանք շատ են։ Այն ինչի մասին կարող ենք այս պահին խոսել։ Քանի որ Կոստան Զարյան նախագիծը շարունակություն ունի, շարունակության մեջ նաև ներկայացվելու է գրական դաշտի զարգացման հնարավորություն եւ հանրությունը, հատկապես գրական ոլորտի ներկայացուցիչները կունենան հնարավորություն մասնակցության Կոստան Զարյան գրական մրցույթի, սա մի քանի առումով զարգացումների հնարավորություն կտա եւ գրական դաշտը էլ ավելի մեծ հնարավորություն կունենա եւ Կոստան Զարյանը կհայտնվի ոչ միայն գրական ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, քանի որ մրցույթները սովորաբար հանրային են լինում եւ մեծ ուշադրություն են գրավում իրենց մրցանակների, ներգրավված մարդկանց միջոցով, այլ նաեւ ուշադրությունը կմեծանա նաեւ Կոստան Զարյանի նկատմամբ։ Եվ առաջիկայում ունենք նաեւ Մարտիրոս Սարյանի անվան միջազգային նկարչական մրցույթ, որը դարձյալ արվեստի բնագավառի զարգացման լուրջ հնարավորություն է, որովհետև կարծում եմ, ինչպես Մանսուրյանի անվան կոմպոզիտորական միջազգային մրցույթը
դաշտի եւ ամենախոցելի հատվածի, որտեղ կոմպոզիտորական դպրոցը ամենաանտեսվածն էր, ունեցավ հնարավորություն զարգացման, կամուրջների ձևավորման, աշխարհի տարբեր երկրներից սկսեցին երաժիշտներ հետաքրքրվել հայ պոեզիայով, այցելել Հայաստան, մասնակցել մրցույթին եւ ծանոթանալ մեր մշակույթին, փորձել նաեւ ունենալ համագործակցություններ կատարողների հետ, այնպես էլ նկարչական մրցույթը այդ հնարավորությունները ստեղծելու է։ Արտիստները գալու են մեր երկիր, ծանոթանալու են մեր մշակույթին, ներկայացնելով իրենց աշխատանքները եւ բոլոր այն առավելությունները, որոնք ունենք մենք որպես ազգ, որպես մշակույթի կրող, կարող ենք իրենց հետ կիսել եւ բոլոր այն հնարավորությունները եւ բաց դռները, որոնցից նրանք օգտվել են, շատ ավելի շուտ, իսկ մենք դեռ նոր պիտի ունենանք այդ հնարավորությունները, կկարողանանք լրացնել եւ հուսանք, որ սա էլ արվեստի ոլորտի եւ հատկապես կերպարվեստի նկարչական դպրոցի համար զարգացման լուրջ առաջընթաց է ձևավորելու։ Եվ մենք հուսանք, որ այս թեմայի շուրջ նույնպես կունենանք նորից հնարավորություն հանդիպելու եւ զրուցելու։ Յուրաքանչյուր նոր նախաձեռնություն նոր հանդիպում է ենթադրում։ Շատ շնորհակալություն ձեզ, որ մեզ հետ սկսեցիք ու նման շատ հետաքրքիր ու կարևոր տեղեկություններով նաև հանդես եկաք ու ձեր առած աշխատանքի համար եմ ուզում ասեմ շնորհակալություն, որ թե նոր սերնդին, թե ավագ սերնդին եւս մեկ անգամ հիշեցնելով կամ ծանոթացնելով մեր մեծերի ավելի մոտ է, այսպես բերելով, դա իրականում շատ կարևոր աշխատանք է, ինչի համար ուզում եմ ասեմ ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Եվ մաղթենք ձեզ լավ օրվա շարունակություն։ Մենք նույնպես։ Եվս մեկ անգամ ուզում հիշեցնեմ ծերիներս փետրվարի 8-ից 11-ը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում կներկայացվի Արարատյան մարդը խորագրով ցուցահանդեսը նվիրված Կոստան Նազարյանի 140-ամյակին։ Բաց չթողնեք այս հրաշալի հնարավորությունը վարպետին հետաքրքիր անկյուններից բացահայտելու։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք երաժշտական դադար ունենանք։ Մենք շարժվում ենք դեպի երաժշտություն, այո։ Երաժշտություն լսենք։